Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 րոպե հանրային ռադիոյի ուղիղ եթերի ժամը անձրևային բարի լույս բոլորին։ Այո, բարի լույս, թեպետ անձրև է, բայց մենք ուրախ ենք, ժպտում ենք եւ ձեզ ասում ենք բարի լույս։ Այսօր ժամուկես լսելու եք մեր ձայները, դիտելու եք մեզ։ Տիգրան Հարությունյան եւ Լուսինե Մուրադյան եւ իհարկե սուրճ ու սեր հանրայինի ուղիղ եթերից։ Սուրճ ու սեր առավոտից, սերը մեզնից, սուրճը ձեզնից, լայվն էլ մեզնից, կոմենտները, պաչիկները, սրտիկները, փուչիկները ձեզնից։ Մի քիչ խառնված է այսօր ազգաբնակչությունը, վերջո անձրև է 2-3 կաթիլ անձրև է տեղացել։ Արի շատ արագ նաեւ ասենք, որ այս պահին 16 աստիճան է մայրաքաղաքում, օրվա ընթացքում տաք է լինելու, չնեղվեք, բայց անձրևանոցը չմոռանաք։ Տանից դուրս գալուց նաեւ կարճատև անձրև են խոստանում օդերևութաբանները մինչև ամսի 1 ապրիլի։ Մինչև ապրիլի 1-ը, դե մինչև վաղը նկատի ունեն, էլի, դե լավ, մի կերպ դիմանանք վերջին օրը, կարող ենք ասել մարտը իր վերջին օրերին նաև ապրիլի 2-ից 4 խոստանում են կարճատև անձրև, իսկ ամսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փառք, ամսի 1-ին գոնե լիաթոք ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ մայրաքաղաք Երևան նույնն է պատկերը, այո, 31-ին այսօր կարճատև անձրև, նաև 2-ից 4-ը եւս ապրիլի կլինի անձրև։ Չէ, ես ում արագ տեղեկացնենք նրանց, ովքեր տանից պատրաստվում են հիմա դուրս գալ եւ ասում են այ անձրևանոց վերցնեմ թե չվերցնեմ։ Գուցե պատուհանից դուրս նայել է։ Գուցե ձուն գա, դա։ Ձուն, չէ, էլի ձուն գա մեր գլխին, չէ։ Ձուն թող չգա, անձրևից էլ ենք գո, այնպես չի որ երջանիկ էինք, որ տեսանք մի տեսակ սառը քամի կա, ի դեպ քամի էլ կա։ Կամուշ գնացում եւս կա, դա էլ ասենք։ Մենք նաեւ չենք մոռանում փակ տարածքների մասին էլ խոսանք Տիգրան ջան։ Փոխիր խնդրում եմ այդ հատվածը եւ ուզում եմ ասել մեր ռադիոլսողներին փակ ճանապարհների։ Փակ տարածք է որոնում։ Ես այսպես աչքերս ինչ փակ տարածքի մասին է։ Այքան ստապում չի խառնվեցի իրար, ոչինչ լավ։ Չգիտեմ, տեմպը մի տեսակ, ռիթմը մի տեսակ։ Ես միշտ ռիթմի եւ տեմպի մեջ եմ։ Տպավորությունը, որ դու ինչ որ տեղից ուշանում ես։ Չէ՞։ Արի հարցնենք ռադիոլսողներին, կա այդպեսի բան թե ոչ։ Իդեպ Եթերից պետք է ուշանենք, չուշացանք։ Մի խնդրում եմ մի բան ասա խցանումների մասով, որովհետև բավականին երկար ենք եկել, բալային սանդղակը որքան է, իսկ մինչ դու կնայես, ես ասեմ, որ ինչպես միշտ Տիգրանը ասել է, որ մինչև ապրիլի կես այս տեքստը սանդատար կրկնելու եմ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիչ եւ Ամբերտ ամրոց տանող ավտոճանապարհները, իսկ ինչ վերաբերում է Ստեփանց-Մինդալարց ավտոճանապարհին, ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բայց դա չի նշանակում, որ եթե մարտ ամիսն է ավարտվում, վարորդները պետք է մի անգամից երթևեկեն ամառային գարնանային անվադողերով, ոչ պահում եք դեռ ձմեռային անվադողերը։ Բայց Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, այնպես որ ուրա, այո, անձրև է տեղացել 2-3 կաթիլ, ինչպես արդեն ասացի, 9 բալ է դարձել խցանումներին։ Սանդղակ այս մայրաքաղաք Երևանում մոտ 40 րոպե ճանապարհին էինք մենք, հաղթարում էինք խցանումները, բայց պարկասոց ուշացանք եւ հասանք տեղ, տեսնենք մեր հյուրին կհաջողվի արդյոք առանց ուշացման հասնել ռադիոտուն։ Հյուրը հուսանք, որ կկարողանա հասնել։ Առաջարկում ենք վայելել սուրճ, թե եւ իհարկե լավ երաժշտություն առավոտից միացեք մեզ, սա հանրայինի առաջին ալիքն է։ Ամայի այս բոցում Ուր վարվում են ու հանգչում Ուր գալիս են ու գնում Պատկերները անձրևի Ինչ չկա այնտեղ պատկերը, որ սպասում եմ ես Գիշերով Տերևներն իջնում են ցած Եվ իջնում են և պարում, պարելով ինձ հիշեցնում, քո աչքերը մոլորված, ախ եթե լսեիր ինձ այնը այս գիշեր դու սիրելիս, այս անձևի, դատակ են փողոցները, այս անձևի, տխուր են իմ աչքերը, այս անձևի, իզուր են խոստումները, Եթե չկա քո սերը, այս անձևի
դատարկ են փողոցները այս անձևի տխուր են իմ աչքերը այս անձևի իզուր են խոստումները եթե չկա քո սերը Ոնց կարող էիր մոռանալ Մեր սիրո աշնանային Հորինված այն մերին Որ երգում եմ քեզ համար Այս անձևի Դատարկ են փողոցները Այս անձևի Տխուր են իմ աչքերը Այս անձևի Իզուր են խոստումները Եթե չկա քո սերը Այս անձևի Դատարկ են փողոցները Այս անձևի Տխուր են իմ աչքերը Այս անձևի Իզուր են խոստումները Եթե չկա քո սերը Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ ու սեր առավոտից 9:39, ինչպես Այկոն էր երգում այս անձրևին դատարկ փողոցներում, բայց ինչ դատարկ 9 բալ, հա։ 9 բալ է։ Դե ծանր էր իրականում այսօր մռայլ անձրև, քամի, փոշի, համբերություն, վարորդներ, որոնց էգոն բարձր սանդղակի վրա եւ մտածում որ բոլորը իրենց պիտի հարմարվեն։ Պետք է խնդրեմ մեր վարորդներին, խնդրում եմ, եթե ուզում եք շարք փոխել, մի մոռացեք, որ գոյություն այդպիսի հարմարակ ինի որ երոնը թարթիչ, այսինքն լույսով զգուշացրեք վարորդին ետևից եկող, որ դուք ուզում եք փոխել շարքը։ Եւ չմոռանաք եւս մեկ կարևոր մի բան, իրենք կան որ թարթիչը միացնում եւ միանգամից փոխվում են, ասում եմ վերջ, թարթիչը միացրել են ու դու պարտավոր ես նրանց տալ բաղձալի ճանապարհը, այդպես չի, դուք թարթիչը միացնում եք, որպեսզի մյուս վարորդին տեղեկացնեք, որ ցանկություն ունեք փոխել, այ մյուս վարորդը կորոշի թույլ տալ իրենից առաջանցնեք թե ոչ եւ դա իր ընտրությունն է ու իր իրավունքը։ Դա էլ կա Ժորժ ջան, մի խոսքով դե փոշու մասին չխոսենք, ինչն է շատ մեր քաղաքում դա փոշին է, բավական է մի փոքր քամի եւ վուալա, վայելիս։ Մի խոսքով եկեք հարգենք մեկս մյուսին, երթևեկությունը շատ կարևոր է, եթե գրագետ երթևեկություն լինի, դեպ խցանումները չեն հասնի 9 բալի։ Հաճախ նաև մեր պատճառով, մեր էգոյի, մեր չիմացության հետևանքով է, որ այսպես ասած անիմաստ շատ խցանումներ են լինում։ Համաձայն ես, չէ՞ Տիգրան։ Գուցե եւ այդպես է։ Հասանք 13-րդ շաբաթվան աշխատանքային 2025-ի մարտի
31-ը չէ 14-րդ աշխատանքային շաբաթին ենք ասել։ Ամեն գիշեր հաշվում ես։ Մարտի 31-ն է, Գարնան առաջին ամսվա վերջին օրը, տարվա 90-րդ օրն է։ Դա էլ դու կարող ես նկուղում պատունես, որի վրա այսպես գծերով գծում ես։ Ամեն օր չէ, լուցկիներ եմ այսպես հատիկ այդ պատվիրա տեղադրում եմ։ Օրացույցից տեղեկանում ենք, որ 1889 թվականին տեղի ունեցել Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը։ Հայերի սիրած, բոլորի սիրած Instagram-յան նկարների համար Էյֆելյան աշտարակի մասին է խոսքը։ Ժամանակին ոնց չէին սիրում Էյֆելյան աշտարակը, հենց ֆրանսիացիները եւ ասում էին, երբ նոր էին կառուցել, ասում էին այդ երկաթի կտորները խնդրում եմ հանեք, եւ որովհետեւ այն փչացնում է Փարիզի ամբողջ տեսքը, եւ ես որքան հիշում եմ, շատերը նույնիսկ գնում էին եւ Էյֆելյանի աշտարակի տակ էին նստում սուրճ խմելու, ասում էին, բա որ չեք սիրում, ինչու եք գնում, ասում էին, այդտեղի դա միակ հատվածն է, որտեղից այն չի երևում։ Դե, ինչպես ասում են, ձեր թաղերն են, դուք իմանաս այդ առումով։ Մեր թաղերը չէ, բացարձակ։ Այդպես վստահ ասացիր։ 1909 թվականին դեպ սկսվել է Տիտանիկ նավի կառուցումը։ Իսկ ինչ վերաբերում է այ ժամանակներին, ամառային ձմեռային ժամանակ գոյություն ունի, պարզվում է դեռ 1918-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում առաջին անգամ մտցվել է ամառային ժամանակը։ Ահա, տեսնում ես ինչ լավ է։ Եվ այսպես որ նայում ենք, փորձում ենք հասկանալ, թե ինչ կարևոր իրադարձություններ են։ Նայում ունենք միջազգային տոն այսօր։ Որն է։ Երևի թե այս տոնը շատ կսիրեն համակարգչով աշխատողները, այսօր պահուստային պատճենահանման, եթե այսպես թարգմանենք։ Արի անգլերեն բառն ասա, backup-ը գիտեն բոլորը, որում միջազգային օրը World Backup Day, այսինքն այն ինչ մենք փորձում ենք ողել համակարգչում, հա backup ենք անում, խոսքը վերաբերում է եւ ընտանեկան լուսանկարներին, հա փաստաթղթեր, տեսագրություններ, էլեկտրոնային նամակներ կամ hard disk-ի վրա կամ flash-ի վրա, այս ամենը կոչվում է backup, այնպես որ այսօր backup-ի միջազգային օրն է։ Հա, էլի, որովհետև հայերեն համարժեք բառը դեռ չկա եւ երբ բառացի ենք թարգմանում, մի տեսակ իր իմաստը կորցնում է այս բառագայում, չէ՞, պահուստային պատճենահանում, ինչի մասին է խոսքը, ըստեյության, այո։ Այո, այդպես է ստացվում։ Շնորհակալ ենք ձեզ սիրելի ռադիո լսողներ, որ on-line հարթակում էլ շատ ակտիվ եք եւ շարունակում եք մեզ գրել։ Էդիկ Բաբուջան, Արտակ Մխիթարյան, Արմեն Դավթյան, բարձր տրամադրություն է մաղթում Արմենը, բոլորը մեզ մաղթում են, ասում են բարի լույս, Հովանես Կոնդյան, Արմինե Հովսեփյանն ասում է բարի լույս տրամադրություն ստեղծող հաղորդավարներ ջան, ձեզ միևնույն է սիրում ենք, ուզում եք շտապեք, ուզում եք միտեղ ստոպ տվեք, միևնույն է մեր սիրո չափաբաժինը չի փոփոխվում։ Հովանես Կոնդյանն ասում է այս ամբողջ խցանման պատճառը հա, այստեղ ասում է, որ Գերմանիայի նախագահի այցը Հայաստան պաշտոնական այցն է տեղի ունենալու եւ նաեւ այսպես մարդիկ խառնում են իրար, գիտեք, երբ ճանապարհները դեռ բաց են եւ եթե անկեղծ ասենք ամեն օր չի, որ մենք կարողանում ենք այսպես ինչ որ պաշտոնական այցեր կան ու դրա պատճառով խցանումներ են, եկեք չգցենք ուրիշների վրա մեր մեղքերը, մեր այսպես անհարգալից միմյանց նկատմամբ վարելը մեքենա մի խոսքով էլ նաև ասենք թե ինչ օրվա փոխարժեք է այսօր սահմանել կենտրոնական բանկը, ամերիկյան $1 փոխարժեքը կազմում է 391.59, 1 եվրոն 421.7 եւ 1 ռուսական ռուբլին 4.6 դրամ է, սա էլ ինչ վերաբերում է արժույթին, գումարներին, ինչ վերաբերում է նաև գումարին, ասենք, որ իսկապես այ անձրևը եկավ, ես հասկացա ափսոս այն գումարը, որ դու ծախսել ես մեքենան լվանալու համար, եւ եկեք հասկանանք այսօր այ ինչի վրա եք ափսոսում գումար ծախսել։ Այսօրվա հարցն է, զանգահարեք մեզ եւ կիսվեք ձեր տարբերակները, օրինակ ինձ համար այդ գումարը, որ ծախսում ես մեքենա լվանալու համար, իսկապես այսպես ափսոսանքի է արժանի։ Ես մտածեմ, թե ինչի վրա եմ ափսոսում գումար ծախսել, բայց ինձ թվում է պատճառները շատ են։ Մինչ դուք մտածես, մենք վայելում ենք, շարունակում ենք վայելել անձրևի մասին երգեր, Հասմիկ Կարապետյան վայելում ենք։
Սուրճ ու սեր առավոտից։ 9:49 րոպե դժվար թե ստացվի Երևանյան անձրևի տակ ապրել, այն էլ առավոտյան այս ժամին աշխատանքի գնալիս եւ այլ խցանումների մեջ, չնայած կարելի է մեքենա թողնել խցանման մեջտեղում եւ ապրել։ Այո, լավ տարբերակ է։ Մյուսներն էլ կզվարճանան, չեն ձանձրանա, չեն երթայնանա եւ դու կդառնաս միանգամից հայտնի։ Այո, շատ հեշտ է այսօր հայտնի դառնալը։ Աննորմալ մի բան ես անում եւ այն հայտնվում է համացանցում ու այո եւ դու արդեն հայտնի ես։ Դուք էլ կարող եք հայտնվել հենց հիմա մեր ուղիղ եթերում զանգարելով 553702 եւ պատասխանեք մեր այսօրվա հարցին, թե ինչի վրա է կապսոսում գումար ծախսել։ Այո, եւ կարող եք գրել նաեւ նույն հարցի պատասխանը on-line հարթակում, մուտք եք գործում Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ live-ն արդեն գործարկված է։ Հովհաննես Կոնդյանն ասում է. ողջունում ենք ձեզ, շատ ապրեք, որ լավ տրամադրություն եք ապահովում։ Բարևում է Գոհարին, թե որ Գոհարին չեմ կարող ասել, եւ տուրիստական ընկերությանը, անունը չեմ տա, որովհետեւ դա գովազդ է։ Բոլորիս լավ աշխատանքային օր է մաղթում, մենք էլ ձեզ ենք լավ աշխատանքային օր մաղթում, նաեւ մաղթում ենք, որպեսզի զգաք զբոսաշրջիկների ցանկությունները եւ ճիշտ ընտրություն առաջարկեք նրանց։ Մեր համակարգող Լուսինեն գրառում է փոխանցել, ռադիոլսողն ասում է գումարն ափսոս չէր, այն մի ուրիշը վաստակեց։ Բան չհասկացա։ Հա? Նորից? Լուսինե ջան, ուր ես Լուսինե ջան։ Այն մի ուրիշը վաստակեց։ Այն ուրիշը վաստակեց։ Ուր է Լուսինեն։ Լուսինե ջան։ Նա մեր Փարիզյան սրճարանում է Միջանցքի։ Փարիզյան սրճարանում է։ Մենք չենք հասկանում իմաստը ռադիոլսող։ Գրառում եք ուղարկել, խնդրում եմ։ Մեկնաբանություններն էլ ուղարկեք։ Գրառումը, ինչ որ բան ինձ թվում է կիսատ է այստեղ, որովհետև չենք հասկանում։ Լսիր, ես օրինակ մի բան եմ հասկացել, որ ես կապսոսամ։ Այո, ինչի վրա կապսոսած գումար ծախսել, ասա։ Եթե նույն, այսպես ասած, արտադրանքը տեսնեմ երկու խանութում, միտեղ ավելի թանկ, բայց իբր այն բրենդային է, եւ միտեղ նույն ապրանքը շատ որակով էլի ու 2 կամ 1-0 պակաս, միանշանակ կապսոսեմ ավել 0 տամ, ինչ հետ է, այնտեղ գրված է բրենդային անունը։ Ինձ թվաց ասում ես այ կապսոս է, որ միտեղ թանկով գնեցի, իսկ միտեղ մատչելի կար այդ ապրանքը։ Այ ես ուշադիր եմ, որ թանկով չգնեմ։ Հա, դե դու շատ ուշադիր ես։ Օրինակ ոմանք կասեն օրինակ այ նույն արտակնոցի թղթի վրա ափսոս է գումար ծախսել։ Ինչ ես խոսում։ Բա։ Լուրջ ես ասում։ Ջուրը բերած, ջուրը տարած, ինչպես ասում։ Մի արա Տիգրան ջան, մի արա, դա շատ կարևոր ծախս է։ Բայց ափսոս է, չէ՞, դե հիմա նայ, մեքենան կարող ես չլվանալ, չէ՞ օրինակ։ Բայց լվանում ես 3 օր հետո անձրև է գալիս կամ 2 օր հետո կամ նույն օրը շատ հաճախ այ ծախսեցիր գումարը եւ խնդրեմ 1 ժամ անց մեքենան անձրևի տակ է արդեն։ Բա ափսոս չէ գումարը։ Դե, բայց հիմա դրանք կարևոր են, չէ՞, ափսոսումս ինքդ լվա։ Ահա, Լուսինեն ուղարկեց պարզաբանում, որ մեքենան լվացել ես ու անձրև է եկել։ Հա, ասում է ուրիշը։ Հա, ուրիշը, այսինքն։ Այո։ Դե կիսատ ես։ Այսօր ես այսպես ուշ եմ հասկանում 10-րդ անգամից մինիմում։ Տեսնենք ինչ կասի մեր գործընկերը Ռադիոլուրի, որը քիչ անց կմիանամես, իսկ մինչ այդ մենք շարունակում ենք վայելել անձրևի մասին հայ աստղերի կատարումները, խնդրեմ։ Ինչ մի։ Այո, գնացինք։ Դրսում անձրև էր դարձյալ շողքուրուսին դարձել են անձև Մարգարիտներ, որ հոսում են դանդաղ ոչ ոք չի տեսնում անձրև է ավաղ երբ անձրև Դու շփտա Պակիր օգնած քո աչքեր Եվ այն ժամ Քեզ կայցել են տեսիլներ Ու կասեն Ինձ չես հիշում Դու հիմա Այսօր
Գիշերներ երկար քո հայացքում թախից կա օտար Թախից մի օտար Երբ անձրևն է թաքցնում քո արցունքներ Դու շփտար Պակիր հոգնած քո աչքեր Եվ այն ժամ Քեզ կայցել եմ տեսիլներ ու կասեն Ինձ չես հիշում դու հիմա Երբ անձրևն է թաքցնում քո արցունքներ Դու շփտար Պակիր հոգնած քո աչքեր Եվ այն ժամ Քեզ կայցել են տեսիլներ ու կասեն Երբ դու փակում ես օգնած քո աչքերը Քեզ այցելում են տեսիլներ Այցելում են տեսիլներ Սուրճ ու սեր առավոտից։ Անցնող եթերաժամի վերջին 3 րոպեն է առջևում եւ բնականաբար այդ ընթացքում մենք կհասցնենք ողջունել ռադիոլուրի մեր շատ սիրելի գործընկեր Հասմիկ Մարտիրոսյանին, ով շփոթել է ստացը մեր առջև։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելի գործընկերներ։ Մեր այսօրվա թեման, այսպես արտառոց մի քիչ թեմա է, ինչի վրա է կապսեցում գումար ծախսել, փորձում ենք հասկանալ եւ նաեւ մեր ռադիոլսողներին ենք հարցրել, այ Հասմիկ, մտածել ես ինչի վրա է ափսոսում գումար ծախսել։ Այ որ ծախսեցի, բայց ափսոս էր այդ գումարը։ Ճիշտն ասած չեմ մտածել, անակնկալ հարցեր, նաեւ ինձ հետաքրքիր է թե մեր ունկնդիրներն ինչ են պատասխանել։ Մեզ էլ հետաքրքիր։ Մեզ էլ հետաքրքիր արագացրեք, սիրելի ունկնդիրներ, գրեք ինչի վրա է Դեռ չունենք պատասխան։ Տիգրանին էին արձագանքել, որ Տիգրանն ասել էր, որ ափսոսում եմ, որ գումար եմ տվել, մեքենաս եմ լվացել եւ անձրև եկավ, ասում եմ՝ մի ափսոսա դու ծախսել ես, ուրիշը ստացել է։ Դե բնական է, առու ծախում է, ինչ որ մեկը վաստակում է։ Այդ համատեքստում գերժամանակակից տեխնոլոգիաների վրա գումար ծախսելը երևի թե ինչ որ առումով կարելի է համարել գումար ծախսում անհեթեթ չեմ ասի, բայց վատնում կարող եմ ասել, որովհետև մի ամիս հետո միգուցե նաև ավելի շուտ կեսգինն է դառնում այդ։ Այսինքն մի քիչ սպասել հետո գնել։ Ընտրությունը կարող ենք թողնել ընտրողին։ Հեռախոսի պատմությունը հիշեցի, չեմ ասի, որ հեռախոսի մասն է խոսքը, այդ դուրս է գալիս նոր մոդելն, ասում ենք, վայ, առնեք ու ասում ենք, դե լավ, էլ առաջիկա 3 տարին հեռախոս չենք փոխելու, մեզ խոստանում ենք, բայց մյուս տարի դուրս է գալիս նոր մոդելը, դե լավ, սա փոխարինենք նորը վերցնենք, չէ՞, մարդկային զոհեր ենք բոլորս։ Միգուցե նաև այդ համատեքստում նորաձևությանը հետևելով կարելի է գումար շատ չշռայլել, որովհետև նույն այդ հագուստը թանկ վճարելով հաջորդիվ կեսգին կարող է դառնա կամ ընդհանրապես տրենդից դուրս գա։ Այսինքն լինել խելամիտ ծախսեր են հարկավոր կատարել, ճկուն լինել։ Այո,
Ահա, ճկուն լինել եւ այդ կերպ հարցը կլուծվի։ Այսինքն չգնալու, այ վերջ, ստացել են վազեմ, առաջինը ես ունենամ։ Այնուամենայնիվ լինում են բարի, ասում են ուզում եմ ունենալ հենց հիմա, հենց։ Դե հա, այդ ժամանակ պիտի քո էգոն բավարարես եւ դες բնականաբար, բայց հետո չասես, վա ինչ ափսոս էր որ։ Իհարկե։ Եթե ցանկություն ես։ Դա ինձ համար էմոցիա էր, ես գնեցի այդ էմոցիան։ Դու գնել ես, ես գիտեմ ինչի մասին է խոսքը եւ կարեւորը որ կարող ես քո ցանկություններն իրականություն դարձնել, ուղեք ժամացույցները եւ հետեւեք ռադիոլուրի ժամը 10-ի թողարկմանը։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիոլուրը շարունակում է աշխատանքը, ստուդիայում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախամարոտ։ Գերմանիայի նախագահը Երևանում է, ինչ օրակարգով է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ժամանել տարածաշրջան։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։ Հետընտրական զարգացումներ Փարաքարում հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները, իսկ Գյումրիում ամփոփվել են 82 տեղամասերից 81-ի տվյալները։ Թեմաները ընդգրկուն վարքյաններ անց։ Խոսենք նախորդին տեղի ունեցած ընտրություններից ներկայացնելով ԿՀՀ հրապարակած վերջին տվյալները։ Եվ այսպես 3 ավականու արտահերթ ընտրություններ տեղի ունեցան Շիրակի մարզի Գյումրի քաղաքում եւ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիում բացված 82 ընտրատեղամասերից 81-ի քվեարկության արդյունքները։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջատարն է 36.80%-ով, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է 20.71%-ով, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Մեր քաղաքը դաշինքը 15.85 ձայներով։ Ավականու ընտրություններին մասնակցած մյուս ուժերի միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Իմ հզոր համայն կուսակցություն 7.94%, Մայր Հայաստան դաշինք 6.18%, Եվրադաշինք 4.50%, Ապրելու երկիր կուսակցություն 3.60%, Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն 3.1%, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն 1.39։ Այսպիսով նախնական տվյալների համաձայն Գյումրիի ավականիում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ։ Նշեմ, որ քաղաքական ոչ մի ուժի չի հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը, քանի որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 է, իսկ դաշինքների համար 6%։ Փարաքար համայնքում էլ գրանցված է 20,967 ընտրող, գործել է 16 տեղամաս։ Փարաքարում համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտեր ներկայացրել քաղաքական 4 ուժ։ Բոլոր 16 ընտրատեղամասերում ձայների հաշվարկի ավարտից հետո ըստ ԿՀ կայքում հրապարակած տվյալների հետևյալ պատկերն է. Միասնություն դաշինքի օգտին քվեարկել է 56.87%, երկրորդ տեղում է ազգային առաջընթաց կուսակցությունը 7.82%-ով, իսկ կայունություն կուսակցությունը հաջորդում է 3.7%-ով։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների եւ քվեարկության ընթացքը լուսաբանել է հավատարմագրված 38 տեղական զանգվածային լրատվության միջոցների 277 ներկայացուցիչ, ընտրությունները դիտարկել են 5 դիտորդական առաքելություններ։ Թեմային առնչվող եւս մեկ լուր մարդու իրավունքների պաշտպանն է հայտնում, որ պաշտպանի հանձնարարությամբ իթիվս այլնի ուսումնասիրվել է լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել է լրագրողների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը։ Բացի դրանից մշտադիտարկման այցեր են իրականացվել տեղամասային կենտրոններ, ընտրական գործընթացի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը դիտարկելու նպատակով։ Պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացների ընթացքում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի եւ հասարակության բևեռացման բարձր մակարդակ, ինչը անթույլատրելի է։
Այլ թեմաների մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը 3 ժամի ժամանել է Հայաստան, ըստ Գերմանիայի նախագահի պաշտոնական էջի տարածաշրջանային այցի շրջանակում Շտայնմայերը կհանդիպի նախագահ Վագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա կայցելի Թումո տեխնոլոգիական կրթական կենտրոն, այսօր նախագահը նաեւ կայցելի Դիլիջան, որտեղ քննարկում կունենա հայ կին ձեռներեցների հետ, կծանոթանա քաղաքաշինական ծրագրերին։ Գերմանիայի նախագահի պաշտոնական կայքեջը նաեւ տեղեկացնում է, որ նախագահը կայցելի Սևանա վանք եւ հիդրոօթերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոն, որը համագործակցում է Helmholtz բնապահպանական հետազոտությունների կենտրոնի հետ։ Հայաստան այցից հետո Շտայնմայերը կմեկնի Ադրբեջան։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, մասնավորապես նշելով, որ Ադրբեջանի թե իբր մարտի 29-ի երեկոյան եւ մարտի 30-ի առավոտյան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Լուրը չի համապատասխանում իրականությանը, շեշտում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը եւ հիշեցնում, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ են հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Ավելի վաղ վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը չի արձագանքել։ Եվրոպական խորհրդանի падգամավոր Նատալի Լուազոն ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Падգամավորը համոզմունք է հայտնել, որ համաձայնագրի ստորագրումը հետաձգելու որևէ պատճառ չկա։ Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտին եւ դրա շուտապույտ ստորագրման կարեւորությանը, շեշտել է, որ անհամբեր սպասում է այդ իրադարձությանը։ Եվ մեկնաբանելով այն հանգամանքը, որ խաղաղության համաձայնագրից շուրջ Երևանի եւ Բաքվի միջև ձեռք բերված հայտարարությունից օրեր անց Ադրբեջանը սկսել է ապատեղեկատվություն տարածել, պնդելով, թե Հայաստանի զինված ուժերը իբր խախտում են սահմանային հրադադարը, եվրոպացի падգամավորը նշել է, որ իրավիճակը բորբոքող ռետորաբանությունից պետք է հրաժարվել։ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը մատնանշել է, որ սահմանային իրադրությունը հանգիստ է, խաղաղությունը պահանջում է այնքան քաջություն, որքան պատերազմ, ընդգծել է Նատալի Լուազոն։ Եվ լրահոսի վերջին լուրը Էրդողանն ու Ալիևն են 3 հեռախոսազրույց ունեցել, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը երկու պետություն, մեկ ազգ հայեցակարգի շրջանակներում։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվությանը այցելելով հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ arm.radio.am ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։
երաս ես փակում եմ իմ աչքերը եւ մտքով նետվում առաջ ինչ շփում են յոթգունները տական ձրևից թարմացած ես Սուրճ ու սեր առավոտից։ 11:11 դուք շարունակում եք լսել հանրայինի առաջին ալիքը անձրևային բարի լույս բոլորին մայրաքաղաք Երևանից։ Ողջույն ջեր, ողջույններ հարգելի ռադիո լսողներ, ուրախ ենք, որ արձագանքել եք թեմային եւ փորձում եք մտաբերել, մտապահել եւ հասկանալ, թե ինչի վրա եք ափսոսում առհասարակ գումար ծախսել։ Իմ ընկերներից մեկը եթերը լսելով գրել էր, օրինակ ափսոսում եմ գումար ծախսել, երբ գնում եմ վատ ծնունդի, գնացել եմ վատ ծնունդի եւ ափսոսացել եմ, որ այդքան ծախս եմ արել, նվեր եմ գնել ու փոշմանել եմ, որ առհասարակ գնացել եմ, դե չի իմացել, որ այդ վատ ծնունդին պիտի գնա։ Ու այսպեսի շատ բաներ։ Մյուսն էլ գրել է, որ ափսոսում է նոր մեքենա գնել, որովհետև ունի մեքենա, եթե չունենար մեքենա, դա անհրաժեշտություն կլիներ։ Այս պարագայում արդեն սա զուտ թեթև ցանկություն է։ Հարցը այնքան բարդ է, որ մենք որոշեցինք բիզնեսի աշխարհի ներկայացուցիչ հրավիրել այսօր մեր տաղավար։ Սիրով ուզում ենք ողջունել մեր լավ բարեկամ Գևորգյան կոնցերնի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանին, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Հարգելի Վլադիմիր, Իմ շատ հարգելի եւ սիրելի ընկերներ։ Հրավիրել ենք մի մարդու, ով ձեռքից շատ բաց է, առատաձեռն մի ամբողջ կոնցերն ունի, կոնցերն, դու էլ մտածիր, ոչ թե ֆիրմա, այլ կոնցերն։ Դե հա, բայց նաև ասում է Աստված տվողին է տալիս, այն մարդը, որը սրտա բաց է, ծախսող է, ցանկանում է, հա, Ինչու քիչ բիզնեսմեններ կան, որ ունեն հսկա կոնցերներ, մեկ չէ, մի քանի կոնցերներ, բայց չեն տալիս։ Վլադ ջան, հա, հարցը շարունակություն, այդ որ այդպես ծախսում ես ցոփ ու շվա, այդ բա ոնց ես կարողանում ընդլայնվես, այդպես։ Հարցը հետաքրքիր էր, բայց պետք է նշեմ, բազմաշերտ, այո, պետք է նշեմ, որ իրականում կա նաև այսպեսի մի բան, որ էզոտերիկայի տեսակետից պետք է գումար նաև ծախսել, եւ կա մի այսպիսի հայմատություն, երբ գետը անընդհատ հոսում է, ինքը անընդհատ պարզ է։ Իսկ լիճը երբ որ անընդհատ կուտակում է եւ այո, վերածվում է ճահճի, այսինքն բայց այստեղ մի կարևոր խնդիր կա, պետք է գումարը ճիշտ ծախսել։ Նույն բարեգործությունը, նույն ներդրումը պետք է խելամիտ կերպով կատարել, որովհետեւ ծախսնել պետք է արդարացված լինի։ Այսինքն դու չես կարող անել օրինակի համար ներդրում, որը չես հավասարակշռել, չես բալանսավորել եւ այսպես ասած օգուտը վնասը չես հաշվարկել նախապես։ Եթե իրականացնում ես բարեգործություն, պետք է իմանաս ում համար ես անում այդ բարեգործությունը։ Օրինակի համար ինձ համար ընդունել է, երբ որ ես բարեգործություն եմ անում կրթության համար, երբ որ օրինակի համար բարեգործություն ովքեր որոշակի առողջական խնդիրներ ունեն, բայց բարեգործության անվան տակ երբ որ գումար են շորթել կամ ցանկալ, բայց դա օգտագործում են օրինակ իրենց հաճույքների համար կամ չգիտեմ խաղային տարբեր ազարտային միջոցներով վատնում են այդ գումարը, դա ինձ համար ընդունելի չի։ Այո, չորակ, այո։ Պետք է նշեմ, որ
իսկ հարցը այնպեսին էր, որ ինչպես է կարողանում, երևի հենց նաև ծախսելու արդյունքում է, որ նաև գալիս է այս հոգեբանական Եթե պահակը։ ավելի լուրջ կատակը հանենք, բիզնեսի մարդը պետք է շատ այսպես 100-ը չափի մեկը կտրի գումար ծախսելիս։ Ես ճիշտ ասեմ։ Բայց պիտի ծախսի, ոչ թե Ընդհանրապես տնտեսագիտության մեջ երբեմն կա այսպիսի բանավեճ, օրինակի համար ճգնաժամի ժամանակ ծախսել, թե խնայել։ Ճգնաժամի ժամանակ։ Այո, որպես առաջին հայացքից ճգնաժամ, այսինքն որոշակի ամեն ինչ կանգնած է պետք է խնայել, չէ՞։ Բայց կա տեսություն, որ ընդհակառակը պետք է ծախսային հոդվածները ավելացնել, որպեսզի կարողանան ավելի շատ, այո, որպեսզի օրինակ տնտեսության մասով ասեմ, եթե օրինակ ճգնաժամը կանգնած է, պետությունը պետք է ավելի շատ ինվեստիցիա անի, որպեսզի կարողանա գումար գեներացվի, պատասխանի, որպեսզի ավելի շատ շրջանակներ։ Իսկ անհատը անհատն էլ, եթե օրինակ անհատը ներդրում է անում, օրինակի համար, հա, մեկ դիցուկ օրինակ, ունի որոշակի արտադրություն։ Այդ արտադրությունը ունի մի մակարդակ եւ ենթադրենք նրա գումարները ավարտվել են, հա, չի կարողանում շարունակել ներդրում անել, բայց դեռ գործը ավարտին չի հասցրել։ Հիմա հարց, ո՞րն է ճիշտ, վերցնել օրինակի համար այլ միջոցներ, շարունակել ծախսել եւ ստանալ արդյունք ու հետագայում եկամուտներ գեներացնել, թե ուղղակի այդ պայն հետ կանգնել եւ կիսատ գործը թողել եւ շարունակել հետագայում մտածելով որ այո շարունակեմ ավելի շատ վնաս կլինի։ Պետք է այստեղ չափել։ Ես ունեցել եմ երկու ռիսկներ ունեցել եմ, այսինքն ունեցել եմ բիզնես, որտեղ ուղղակի հետ եմ կանգնել, որովհետեւ հասկացել եմ հետագա ծախսերը ավելի մեծ խնդիրներ են առաջացնելու եւ կա դեպք որ ես հիմա ծախսերը շատացել եմ, ներդրումները շատացնում, որովհետև դրա արդյունքը կլինի։ Այստեղ ուղղակի ճիշտ հաշվարկը պետք է դիտել եւ հեռատես լինել, հա, երևի թե։ Հեշտ բան չէ, պաստորեն բիզնեսում գործանելը։ Ուղղակի ծախսել լավ ժամանակ անցկացնելու, ընկերների հետ անցկացնելու, ժամանց ունենալու համար, ինչպես է դրան դիտարկել։ Այ օրինակ Թրջել Փարիզ Էֆելյան աշտարակի տակ սուրճ խմել ու վերադառնալ։ Դե լավ, հեռու չգնանք։ Կամ Վենետիկում մի քիչ գնալ մի տեղ նստել, ուրախանալ։ Ես լրիվ դրան կողմ եմ, որովհետև ընդհանրապես դրական էմոցիաները եւ հանգիստը մարդու համար շատ կարեւոր է եւ եղել են դեպքեր ինձ հետ կապված եւ ընդհանրապես հանգիստ ժամանակ, այսպես ռելաքս ժամանակ հղացել են մտքեր, որոնք հետագայում վերածվել են որպես բիզնես պրոյեկտներ։ Կամ ընկերական շրջապատում շփվել եք, գաղափարներ են ծնվել։ Միանշանակ։ Ես Փարիզ սուրճ խմելու մեզ չմոռանաք։ Մենք վիզա ունենք էլի, Վլադիմիր ջան։ Հրավիրում եմ։ Սուրճ խմելու առաջարկում այս ուրբաթ գնալ Հռոմ ու վերադառնալ։ Ոտ միտք չէ, բայց Հռոմում ինչ կարող եք անելու։ Ոչ նավակ կակշելու, ոչ Էֆելյան աշտարակ։ Մենք Հռոմում այնքան բան կա անելու։ Լավ, ես ուղղակի Իտալիան շատ եմ սիրում այդ բանը։ Մենք էլ ենք սիրում Իտալիան։ Իտալիան ինչպես մեր շարազատ տունը։ Իսկ կարող ես հիշել ինչ որ մեծ գնում, որ ոգևորված այդ գնումը կատարել ես ու հետո ասես, ախ, բայց ինչի էլի, ինչի ես մարքեթինգի զոհ դարձա եւ այդ գնումը կատարեցի, ախր դա ինձ պետք չէր։ Որպես այդպեսին եղել են դեպքեր, բայց ես միշտ այդ սխալ անում եմ մեքենաներ գնելիս, որովհետև միշտ մեքենաներ գնելիս գնում եմ լավը ճոխը։ Այո, բայց հետագայում հասկանում որ այդքան դրա կարիքը չկար եւ ամեն անգամ գնելուց հետո 3-4 ամիս հետո հասկանում որ իմ կարծիքով դա այդքան կարեւոր էլ չէր։ Բայց եթե այն դրվագն է որ մարքեթինգի զո եղել են մարքեթինգի զո, բայց ուղղակի այս բանը դրանք մեծ որպես ասում մեծ գումարներ չեն եղել, բայց մեքենայի մասով չասեմ մարքեթինգի ավելի շատ այսպես ասած եթե մի փոքր ոչ հայեցի արտացեմ թիթիզանալու համար եղել են դեպքեր, որ հետագայում դու չես գտել կոնցերտի մեքենան, այնց կասես, իսկ եթե ցտո կասեմ թե ինչ մեքենա գնել, որ աչքիցդ չընկնի։ Շատ լավ։ Ես ինձ թվում է հիմա դա վարում եմ Տիգրան ջան։ Դե լավ, դու ինձ կասես։ Գիտե հիմա ինչ որ ասեմ, երևի թե կաբելային հեռուստատեսությունները ինձ վրա կբարկանան ու կնյարդայնանան, բայց դուք ֆիքսել եք, որ մարքեթինգի զոհ դառնալով ունենք 3 տարբերակ ընտրության շատ քիչ քանակությամբ ալիքներ, բավականին լավ, այսպես քանակությամբ ալիքներ, մի քիչ ավել գումարով եւ անիմաստ շատ։ Եվ մենք միշտ ընտրում ենք մեջտեղին, ասում ենք շատ լինի, քիչ չլինի, ու մենք ֆիքսում ենք, որ մենք ենթադրենք 127 ալիքից նայում ենք ընդամենը, եթե նայում ենք
7-ը 3-ը ես կասեի։ 3-ը Եվ կամել։ 3 ես չալարեցի, նորից տվեցի թարմացում։ Շարունակում եք նայել։ Ես ոչ։ Բայց ես դառնալով զո ասացի, այ ինչու ինձ մոտ չի բերում 125, այլ բերում է 110-ը։ Եվ ես 3 չզլացա ու նորից թարմացում տվեցի, որ այդ 130-ը թիվը տեսնեմ, բայց միևնույնն է, Ուրեմն չես նայելու, դա տեղ երկու- ունեցավ 10 օր առաջ, երբ որ 110 ալիքեր եթե չեմ սխալվում, ասացին մենք զեղչել ենք, թարմացում զեղչել ենք 180-անոց, այսպես ասած 180 փաթեթը դարձել է նույն արժեքը, բայց 1 տարի կարող եք փորձարկել, այ մարքեթինգի զո, այո, բայց 180 ալիքից ես ընդամենը առավոտյան նայում եմ 1-2 ալիք, լրատվական ալիքներ, միջազգային, ուղղակի անցուդարձին համաշխարհային ու հիմնական տնտեսական անցուդարձին հետևելու համար։ Բայց որը կարելի անել նույնիսկ համացանցով ռադիոյով։ Ճանապարհ։ Այստեղ Լյովիկ Խոշբեկյան անունով օգտատերը հետաքրքիր գրառում է արել, կտրեմ ձեր խոսքը եւ ընթերցեմ, ասում է ողջույն ուրախություն պարգևողներին, ջերմ ողջույններ։ Ասում է, այո, ես ափսոսում եմ ծխախոտի եւ ալկոհոլի վրա փող ծախսել եւ անեկդոտ է պատմում, ասում է Վանեցուն հարցնում են թե ով է աշխարհի ամենահիմար մարդը, պատասխանում է ծխող մարդը։ Հարցնում են ինչու պատասխանում է։ Դե ասում է իր փողը իր քթի առաջ վառում են Ձայն չի հանում։ Ներող ասում է բոլոր ծխողները թող ներող լինեն, բայց եղեք օրհնված։ Մենք մինչև եթերը խոսում ենք որ ծխախոտի վրա գումար ծախսելը, իրականում այդ հաշվարկը կարելի է նույնիսկ անել շատ հեշտ, պարզ միջոցով, որովհետև այսօր նաև ծխախոտի այսպես ասած ակցիզային հարկը ավելացել է եւ բավականին գները բարձր են, ես ինքս չեմ ծխում, բայց պետք է նշեմ, որ մոտավորապես 2-2.5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է եւ այն դեպքում երբ որ մարդիկ կան որոնք օրեկանը 2-3 տուփ վատնում են 1 տուփ գցեք, այդ հաշվենք 1 տուփով, դա հսկայական գումար է, դեռ տարվա կտրվածքում։ 365 անգամ 2.5 Բայց մի ռիլ հիշեցի, այս չընդունեք հակագովված, շատ ծիծաղելի է ուղղակի, աղջիկ է գալիս շքեղ հագնված, ասում է դուք ծխում եք, ասում է այո, ասում է իսկ գիտեք, եթե դուք չծխեք, այդ ձեր ետևի մեքենան կարող է ունենայիք, այդքան ծախս եք անում անիմաստ ծխախոտի վրա, ասում եմ իսկ դու ունես, որ չես ծխում, ասում է չէ, ասում է իսկ այս մեքենան իմն է։ Չէ, դրա մեկ այլ անեկդոտն էլ կա, երբ որ ուղղակի քանի որ խոսքը գնաց անեկդոտներից, երկու ընկեր կանգնած են եւ հիմա մի փոքր վատ բան եմ ասել, բայց մահվան թափոր ասում, հետո ավելի երջանիկ է ստացվում։ Ուրեմն մահվան թափոր ասում, հարցնում է մեկը մյուսին, եղբայր ինչ ով էր, ասում է դե ինքը ծխում էր, խմում էր, վատ կյանք էր վարում, մի խոսքով սենց է պետք է լիներ։ Ասում է 10 րոպե հաջորդ մահվան թափորն է ասում, ասում է ով էր, ասում է եղբայր այնքան լավ տղա էր, ոչ ծխում էր, ոչ խմում էր, սպորտով էր զբաղվում, մի ընտիր անձնավորություն։ Ասում է փաստորեն տարբերությունը 10 րոպե է։ Մի արա, բայց ինչ վերաբերում է ծխախոտին, հարգելի ռադիոլսողներ, բացի նրանից, որ դուք անիմաստ փող եք վատնում, դուք ձեր առողջությունն եք վնասում, սա շատ կարևոր է պիտի ֆիքսենք, անկախ այս հումորներից։ Մեր հումորային գրառումներով առանձնացող Արմեն Գրիգորյանը ասում է շատ ափսոսում եմ գումար ծախսել, բայց դե ոնց չծախսես, մենք հո ժլատ չենք։ Եվ կարևոր մի բան, եւ կա մի թեւավոր խոսք, ես այնքան հարուստ չեմ, որ էժան ապրանք գնեմ եւ դա իրականում դա է իրական ահա ով ժլատություն է անում կրկնակի է ծախսում այո շատ դա կարեւոր է իրականում կան դեպքեր ես օրինակ երբեք տեխնիկայի հետ կապված որոշ ապրանքների հետ կապված նաեւ հագուստի հետ կապված գումար չեմ խնայում որովհետեւ այո կեցես որովհետեւ շատ դեպքերում երբ որ դու վճարում ես ավելի ցածր գին, բնականաբար ունես ցածր որակի ապրանք եւ հետագայում այդ ապրանքը կամ չի ծառայում քեզ, կամ շուտ խոտանվում է։ Այո, կներեք, ես կարող եմ ձեզ ընդդիմանալ։ Ժլատը վճարում է։ Մի րոպե, ուզում եմ ընդդիմանալ եւ շատ դեպքերում երակի եւ քառակի։ Իմ հաղորդավար ընկերներից մեկը մի օր նայեց իմ բոթասները, իսկ ես այդ բոթասները ուղակի գնել էի ուղակի խանութից, որակով բոթասներ, որպես եւ այսպես ոչ բրենդային խանութից եւ ասաց ոնց ասաց քո բոթասների տակ է թափանցիկ հատվածները չեն նստել դու այսպես զարմացած ասացի ինչի պիտի նստեն ասաց հա մենք գնել ենք այսինչ ֆիրմայից եւ պատկերացեք ամեն մի բոթասին վճարել էին $800 համաժեշտրով սպասիր եւ ասաց երկու շաբաթ անց տակի թափանցիկները նստեցին դե այդ 100-ից մեկ բրակը իրենց է բաժին հասել հասկանում ես թե հնարավոր Լուսինե ջան ես նաեւ շատ դեպքերում ասում տեխնիկայի հետ կապված կարող է հագուստի հետ կապված ուղղակի հագուստի գնայինը մի փոքր
տարաբերական, հագուստը պետք է առաջինը Որակ եւ սազի Այո, գրողին, այսինքն շատ դեպքերում հնարավոր է ընդամենը մի հատ վերնաշապիկ, ենթադրենք 5000 դրամով գնված օրինակ, հա, պայմանական, ավելի գեղեցիկ լինի եւ ավելի դիտողին ավելի տեսնողին սազի, այո, այսպես ասած, քան ենթադրենք այս դեպքում $500 համարժեք շապիկ։ Հագուստի պարագա մի քիչ այլ է եւ պետք է այո, խելամիտ գնումներ, բայց որպես այդպեսին դեպքեր կան, որ ժլատությունը միանշանակ կրկնակի երակյան կամ ավելի թանկ է նստում մարդկանց վրա։ Քանի որ մեր հյուրը շատ է սիրում իտել են, ինչպես նաև մենք իրական շնչով մեկ կատարում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք զրույցը։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:29 դուք լսում եք հանրայինի առաջին ալիքը Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը շարունակվում է ուղիղ եթերում։ Եվ Գևորգյան կոնցերնի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանն հետ փորձում ենք հասկանալ ինչի վրա պետք է խնայել, ինչի վրա չպետք է խնայել գումար։ Մեր ռադիո լսողներին ենք հորդորում նաև գրել, թե ինչի վրա կարելի է խնայել, ինչի վրա ոչ։ Մենք եկանք ընդհանուր հայտարարի, հատկապես երաժշտական կատարման ընթացքում, որ ցանկացած գնում կատարելուց պետք է այն կատարել խելամիտ հաշվարկներով եւ բրենդի յետևից չվազելով, այլ դիտարկելով որակ, գին, հարաբերակցություն։ Եկեք հակառակից գանք, ինչի վրա չպետք է գումար խնայել, այլ որպես տուրիստական ոլորտի կարգառում ներկայացուցիչ, արժանակարժի մեծ գումարներ ծախսել ճամփորդության համար։ Ասա Վլադիմիր, ասա դու ասա այդ մասը, իհարկե արժի։ Այո, ես ինչպես մի փոքր առաջ նշեցի, եթե վերաբերվում է էմոցիաներին, եթե վերաբերվում է հանգստին եւ մարդը ենթադրենք տարվա մեջ երկար ու ձիգ օրեր աշխատել է, բնականաբար նա այո, խնդիր ունի վերականգնվելու։ Նույնիսկ պետք է վարկ վերցնի եւ գնա ինչ որտեղ, թե այո, օրինակի համար։ Շատ դեպքերում դա կարող է հայ իրականության մեջ մի փոքր թվա որպես այդպես աբսուրդային, բայց ես պնդում եմ, որ գոնե տարվա մեջ մեկ անգամ պետք է հանգստանա, որովհետև եթե նույնիսկ վարկային միջոցներով, այդ վարկային միջոցներով ինքը գումարը հետագայում իր աշխատավարձից կարելի կամ այլ եկամուտներից գեներացնելու է։ Եթե ինքը օրինակի համար որոշի, որ այս պահին գումար չունի 1 տարի, 2 տարի, 3 տարի, 4 տարի ու այդպես ինքը կարող է երբեք գումար չունենա, եւ պետք է ընդհանրապես հանգիստը մտնի մարդկանց մշակույթ։ Թեկուզ 2 օր, 3 օր եւ փառք Աստծո, որ վերջի տարիներին այո, նաեւ ներքին туриզմի առումով մարդիկ 2-3 օրով փորձում են։ Բայց այդքան շատ փող չունենք ներքին туриզմի վրա ծախսել վրա Վլադիմիր ջան կներես, բայց չեմ կարող չասել։ Դա հարաբերական է։ 3 օրվա հանգիստը այստեղ հավասար է 11 օրվա հանգստի, չգիտեմ, 1 օր։ Մոտավորապես։ Բայց դա փաստ է։ Մոտավորապես։ Լավ, չվիճեմ, քանի որ սեր եւ սուրճ է, հաղորդման անունը եւ Չէ, դե չենք ասում բոլորին, բայց եթե դիտարկենք ընդհանուր առմամբ մեզ մոտ այդքան էլ մատչելի չի։ Բայց սպասարկման որակը փայլուն է, բան չի։ Որի մասին ես 2 օր առաջ նորից զրուցում էի, որ հայմատական եզրեր են տանում հարևան Վրաստանի հետ։ Ասում նախ Վրաստանում արդեն գները բավական բարձրացել են հայմատած մի քանի տարիների առաջ եւ պետք է նշեմ որ դուք ինքներդ եւ ներ ռադիոն գնդիրները եւ արդեն հերոստադիտողներ նաեւ հա կարող են փաստել որ որակը որպես այդպեսին եւ սպասարկման եւ ինտերիերի եւ ծառայությունների Սարուժների տարբերությունները անհամատելի են եւ ի ուրախություն մեզ մենք շայկան դիրքում ենք նույնիսկ իմ գործընկերները այսպես գտնվում են Հայաստանում եւ ուղիղ 1-2 ամիս առաջ նրանք եղել են Մադրիդում եւ զուգարներ են տանում Մադրիդի հետ։ Իսկ որտեղի գործընկերներն են, որ երկրի Վրաստանի, Ռուսաստանից, ովքեր բավականին մեծ ընկերությունների խումբ ունեն եւ ոչ միայն Ռուսաստանում, Վենեսուելայում, Չինաստանում։ Մադրիդում իրենց լավ չեն վերաբերվել։ Այո, եւ ասում են, որ Մադրիդում ես չեմ եղել ես վերջտային Մադրիդ չեմ կարող փաստել, բայց նրանք նշում են, որ եւ որպես այսպես աղբի, այսպես քանակությունը չեն հասցնում, որտեղ այդ կորական մի քանի միլիոն զբոսաշրջիկ է ընդունում, բայց ես ասեմ, օրվա վերջում բոլորը այսպես շամփուններով, ոճառներով սկսում մայթերը լվանալ հատուկ տեխնիկայով։ Եվ նաեւ սպասարկումը նրանց մոտ կաղել է, ու մարդիկ ովքեր իրականում զբոսաշրջության ոլորտում են եւ ուրախալի է լսել, որ մենք Երևանը այս պահին ավելի շայկան դիրքերում ենք։ Սպասարկման առումով որևէ բան չենք կարող ասել, բայց զուգահեռ իրականության մեջ այո թանկ է եւ ես գործընկերներս հետ զրուցելով ասում եմ եթե տարիներ առաջ մենք Եվրոպայում մեկ աղցանի համար վճարում ենք 10-15 եվրո դե հետո ասում ենք թանկ է էլի 10-15 եվրո թանկ է բայց այսօր Հայաստանում բոլոր գրեթե սրճարաններում սկսում են 3-4000 դրամից մինչեւ 6-7000 դրամ դա նույն գինն է ինչ որ այդ 10-15 եվրոն է ծիծաղելին այն է որ եթե ժամանակին Եվրոպայում ասում էր դե Եվրոպայում սնվելը թանկ է հիմա նույն գինն է եւ գնում ես այնտեղ տարբերություն չես զգում որ հա եւ շատ կոմֆորտ է հարմարավետ է այստեղ on-line հարթակում Սիրուշ Աբրամյանն ասում է որ բարի լույս սիրելիները շատ լավ թեմայի եք անդրադարձել պետք է հնարավոր առիթը բաց չթողնել եւ ճամփորդել եւ ասում է ոգեվորում է այն ու ավելի լավ է անում քո գործը ոգեշնչված նոր ուժերով այստեղ Գայանե Սարգսյանն ասում է բարև ձեզ այո ճիշտ է պետք է գումարը խելամիտ ծախսել որ միշտ գումար լինի ծախսելու սա էլ է շատ կարեւոր պետք է ծախսել բարձի տակ մի դրեք ձեր գումարները արդուկած ծախսեք որովհետեւ
կյանքը այս պահը վայելելն ու բռնելն է, ասում է էմոցիաների վրա պետք է փող ծախսել, որովհետև հետո դու չես հիշելու թե ինչքան գումար էիր ծախսել այդ ճամփորդության համար։ Դու հիշելու ես այն լավ պահերն ու այն ոգեշնչվածությունը, այն էմոցիաները, որ քեզ հետ կատարվել են։ Միանշանակ նույն իրականության մեջ, եթե օրինակի համար լավ պարֆյում, լավ հագուստ, երբ որ դու օրինակի համար տարբերվում ես, հանրության միջև եւ ուշադրության կենտրոնում ես, դա նույնպես էմոցիաներ են։ Այսինքն դա չպետք է լինի մի ծայրահեղություն, որ դու ուղակի, այսպես ուղղակի հայերեն բառերն պաֆս, այդ դրա մեջ լինես, բայց մեկ այլ իրականություն պետք է կարողանաս տարբերվող լինես ստատուսի հետ կապված եւ դրա հետ կապված դու պետք է կարողանաս նաեւ ծախսել։ Ծախսերը պետք է լինեն արդարացված։ Այո։ Խելամիտ արդարացված միանշանակ։ Մեկ այդ պարֆյումը լինում է նաեւ տարբերվող, բայց ոչ այնքան լավ տեսանկյունից տարբերվող եւ բոլորն ասեն, «Էս ինչ պարֆյում էր ցանել»։ Բայց պարզվում է ինչքան գումար է տվել այդ պարֆյումին, որի հոտը մեղմասած Դիխլոֆոսի հոտ է գալիս, բայց էլի պարֆյում է, բայց թանկ։ Դա էլ կա։ Դա էլ ասեմ։ Դրանից էլ ունենք։ Դրանից էլ ունենք։ Եվ ճամփորդելու ժամանակ ծախսել են ինչ ունես, ինչ պահել ես քեզ մոտ ամբողջությամբ հետո 0 կոպեկով վերադառնալ։ Միշտ։ Բա ոնց։ Բա duty free-ում վիճը վերջին ցենտրը Իչալոց մի րոպե ձեր duty free-ին որ duty free-ից գնենք բավականին էլ թանկ է duty free-ը։ Դա ամենագեղեցիկ մարքեթինգն է։ Միայն duty free-ներում մատչելի են որպես այդպեսին նորից պարֆյումի ասենք ասում պարֆյումը հստակ special offer։ Այո։ Եվ որոշ դեպքերում ալկոհոլային խմիչքները։ Բայց գնում ես, տեսնում ես duty free-ում բոլորը հարցակվել են այդ թանկ ապրանքների վրա, հերթ են կանգնում, գնում են։ Նույն մեծություն մարքեթինգն է Լուսինե ջան։ Ահա, իմաստը։ Եթե այդ կոնֆետը կարող ես գնել կողքի խանութից ավելի էժան։ Միջև բոլոր կոպեկները չմսկես։ Մսխիր է էլի, բայց ոչ, էլի խելամիտ։ Միշտ վերջի $100 պահում ես, չեմ։ Duty free-ում մսխելու համար։ Երկու գարեջուր խմելու համար։ Business lounge-ի համար։ Duty free-ում ոչ թե ծախսելու, այլ մսխելու, այս բառը պիտի ճիշտ գործածենք։ Դե ընդհանրապես մի հոգեբանություն կա, որի մասին կարող եմ խոսել։ Զբոսաշրջիկը որպես այդպեսին գրեթե 90% դեպքերում, եթե ինքը որոշել է, որ պետք է ծախսի X բյուջե, նա ամբողջապես այդ գումարը ծախսում է։ Կամ Y է դարձնում։ Կամ Y է դարձնում։ Ես որովհետև նախատեսածից կրկնակի է ծախսում։ Այո, դա հայկական ֆենոմենն է։ Մենք աշխատում ենք 100,000, ծախսում ենք 200,000, դա հայկական ֆենոմենն է։ Որտեղից։ Բայց իրական պետք է նշեմ, գրեթե 90% դեպքերում նաև որ մեր ընկերների հետ, գործընկերների հետ, մեր հաճախորդների զրուցում ենք, նրանք ինչքան, այսպես ասած, որքան նախատեսել են, այդքան էլ ծախսում են, մի բան էլ ձեր ասած ավել, որովհետև մտածում են, որ սա նախատեսած է, ենթադրենք, այո, սրա համար ու որը բնականաբար մարդկանց նաև էմոցիաներ է ապարգևում ու ընդհանրապես ես նաև իմ ուսանողներին եմ խորհուրդ տալիս, որ պետք է էմոցիա վաճառել, եթե դուք Դե հա։ Դա ամենագլխավորը։ Պետք է կարողանաս էմոցիա վաճառել, բայց էմոցիա վաճառելը այդքան էլ հեշտ չի ու ամեն մեկը չի կարող դա անել։ Դրա համար դա արվեստ է։ Այո, արվեստ է։ Ինչ խոսք։ Հա, ինչ լավ զգացի։ Իհարկե։ Ինչքան է։ Նայած որ երկիր Եթե այսպես բլոկով վերցնես։ Չէ, տարբեր են, կախված չէ, Վլադիմիր ջան, դու էլ գիտես դա։ Շատ կարևոր են էմոցիաները եւ ամենակարևորը Տիգրանը օրինակ մի կարևոր հանգամանք նշեց, ասաց այդ պահին ուզում ես, այդ գիտես որ թանկ է, բայց դու ուզում ես։ Եթե այդ պահին իսկապես ուզում ես, պիտի բավարարես քո ցանկությունը եւ գնես այդ ու ոչ մանես։ Եվ հոգեբանները կփաստեն, որ կա այսպիսի մի գաղափար փոքր երեխայի, պետք է քո ներսի փոքր երեխային բավարարես։ Պետք է լավ նայել փոքրիկ երեխային, իհարկե նաև չմոռանալով գրպանի տարողության մասին։ Դե հա, բնականաբար, բայց այդուհանդերձ դու պիտի կարողանաս ծախսերը տեմպես անել, որ հետո վարկեր չհայտնվեն գլխի։ Որ Վլադիմիրը որպես երկարամյա բիզնեսի կարկառուն ներկայացուցիչ, հատկապես ոլորտում եւ ոչ ամաչացնում եք։ Ինչ է փոխվել առհասարակ անցած տարիների ընթացքում մեր դաշտում հատկապես այ զբոսաշրջության ոլորտում մարդիկ ովքեր գալիս են ձեր գրասենյակ այս կամ այն փաթեթը գնելու այ իրենց հոգեբանության մեջ կա փոփոխություն թե ոչ Այո կա պետք է նշեմ որ նաև մարդիկ ինչպես նշեցի եթե մենք մի փոքր առազրուցում ենք կես կատակ կես լուրջ որ 3 օրով գնանք Փարիզ այո մարդիկ այն մարդիկ ովքեր ունեն բազմակի անգամ մուտք
այսօր կարողանում են ու վաստակում են գումար, Ուղղակի պայուսակով, այո, ձեռքի պայուսակով նրանք մեկնում են ու շատ դեպքերում ինքնուրույն կերպով ամրագրումներ են կատարում, մեկնում են։ Հասանելի է այսօր։ Այո, այսօր հասանելի է, կան առցանց տարբեր հարթակներ, չնայած դա էլ խնդրեմ է, որովհետև առցանց համակարգերի ամրագրումների դեպքում էլ լինում են խնդիրներ, որոնք նրանք չեն կարողանում ինքնուրույն լուծել, այսինքն մեզ դիմում են այն դեպքում, երբ որ արդեն խնդիր կա, դե բնականաբար մենք փորձում ենք սոլիդարնությունը պահելով օգնել, բայց շատ դեպքերում արդեն բանից անցած է լինում, օրինակ եմը նույն ավիատոմսերի գնման հետ կապված, այսինքն սխալ ամրագրումներ են անում։ Ոչ ուսալի կայքերից։ Այո, շատ դեպքերում ոչ ուսալի կայքեր, շատ դեպքերում շատ է լինում, երբ որ ամսաթվերը շփոթում են։ Այսինքն ենթադրենք օրինակ եմը անուն հասկանում են սխալ։ Այո, եւ հետագայում լուրջ խնդիրներ են ունենում, բայց շատ դեպքերում էլ մարդիկ ինքնուրույն կերպով մեկնում են տարբեր երկրներ հանգստի։ Պետք է նշեմ դրան նպաստել նաև ուղիղ թռիչքները եվրոպական երկրներ։ Բացվել են մաչելի, ես մաչելի, ավանդական մերողությունները կան ծովափնյա։ Ասենք, որ ոչ մի դատարկ ինքնաթիռ չի թռչում այստեղ։ Դե դա ոչ միայն հայերի համար է, բայց բոլորը բողոքում են, որ վատ են ապրում, կյանքը վատ է, բայց արի ու տես ոչ մի դատարկ ինքնաթիռ։ Դե շատ լավ է որ լավ է ուրեմն, բայց պետք է նշեմ Տիգրան ջան, որ դա հայկական ֆենոմեն է։ Իրականում չկա, բայց կարողանում ենք ստեղծել ու բայց ես այդպես չեմ ասի, որ չկա, եթե մենք նայում ենք կենտրոնական բանկի տրված տվյալները, թե բանկերում մենք ինչքան ավանդներ ունենք, բավականին մեծ մեր նման երկրների համար բավականին մեծ քանակությամբ ավանդներ կա, ֆիզիկական անձանց ավանդներ կա բանկերում։ Մի հատ նայիր, գրեթե այդպիսի ընտանիք չկա, որ վարկ չունենա, վարկեր չունենա։ Քանիսն են, ես ունեմ 5 վարկ։ Գեցես։ Զլատամանտես։ Այո, գիտեմ։ Ինչ ճարս, ինչ որ ուրախ տեղից չի, ըստ էության։ Բայց ո՞նց է հաջողացրել վարկ չունեմ։ Չունեմ եմ վերջ։ Տիգրան ջան, ասա տեսնենք, այ խնայում են նաև դրա համար վարկեր չունի։ Ես անմնացորդ եմ ապրում։ Չխնայելով ինձ տրվում ես կյանքին ամբողջությամբ։ Հետաքրքիր մի բան, որ մի քանի օրով կարող ես քեզ թույլ տալ եւ գնալ, որքան կարեւոր են թեկուզ այդ 2-3 օրով Դե լավ, 3 օր չի լինում, մինիմում 5 օր է, 5 Չէ, ես 4 օր, 3 օր։ Դες 4, բայց ոչ 3։ 3 գիշեր։ 3 գիշեր, լավ։ 3 գիշեր գնում ես, կտրվում ես առօրյայից, բյուջետային հանգստի մասին ինչ կասես։ Բյուջետային հանգստի մասով արտագնահողության մասին։ Արտագնահ։ Դե պետք է նշեմ, որ ունենք բյուջետային ավիաուղիներ, որոնք թույլ են տալիս նախապես ամրագրելու պարագայում 2 ամիս առաջ։ Օրինակ, 2 ամիս 50-60 եվրոյին համարժեք դրամով գնել 35 տոմս, նույնիսկ 35, այո, թե որոշակի loyalty ակումբի անդամ ես, ունես քարտեր, կարողանում ես բավական մաչելի գնով գնել տոմս եւ պետք է նշեմ, որ ընդհանրապես ինչը վերաբերվում է քաղաքային հանգստի, իսկ այդ պարագայում մեկնում են քաղաքային հանգստի նույն Փարիզի մասին, նույն Հռոմի մասին, Վենետիկի մասին, Միլանի մասին, այնտեղ ես ուղղակի խորհրդի կարգով պետք է նշեմ, զուտ արդեն այստեղ նաև գալիս է խնայել թե չխնայել եւ ինչպես ճիշտ ծախսել, օրինակի համար կարծում եմ եւ շատ դեպքերում նաև խորհուրդ եմ տալի, որ այդ պարագայում հյուրանոցի քաղաքային հանգստի դեպքում հյուրանոցին թանկ վճարել իմաստ չունի։ Այո։ Որովհետեւ դու ընդհանրապես լինում ես տվյալ սենյակում գիշերելու համար, լինի մաքուր, լինի կոկիկ, լինի հարմարավետ, եւ տարածքային ավելի լավ է գումարը ոչ թե լինի 5 աստղի համար, այլ դու վճարես 3 աստղին, բայց լինի ավելի հարմար քո տեղաշարժին, քան օրինակի համար 5 աստղի գումար վճարես կամ 5 աստղի համար ու դա գտնվի ծայրամասում։ Բայց որի մեջ ընդհանրեն կա սպա, կա լողավազան, որից դու ընդհանրապես չես օգտվելու, որովհետև դու լինելու ես անընդհատ դրսում, լինելու ես քաղաքում, եւ դա փոխարեն ավելի լավ է օրինակի համար վերցնես տոմս, ընդհանրենք ֆուտբոլային խաղի կամ չգիտեմ որոշակի օպերա այս նախասիրությունների, հա, եւ գնաս վայելես այդ օրը կամ չգիտեմ երեկոյան ժամի օրինակի համար պատվիրես ինչ որ թանկ ուտեստ ու դա վայելես, քանց օրինակի համար մի քնելու համար վճարել չգիտեմ 500 կամ 1000 Բայց չմոռանանք, որ եվրոպական այդ քաղաքներում նաև շատ հարմարավետ ու գեղեցիկ բնակարաններ են տալիս որով վարձակալությամբ եւ դա էլ բավականին բյուջետային տարբերակ է։ Դա եթե ուզում ես պատրաստել քո ձեռքով նախաճաշը կարող ես օրինակ դու կարող ես իջնել ներքևի սրճարանում նախաճաշել։ Դա էլ հարաբերական օրինակի համար ես ինքս դա իմ կարծիքն է ուղղակի ես ավելի գերադասում եմ հյուրանոց քան հյուրատուն։ Լավ, ինչևէ, Լավ, աշխատում եք հանրության հետ, գալիս են տարբեր խառնվածքի տեր մարդիկ, ձեր գրասենյակը վստահ է, որ նաև եղել են զվարճալի միջադեպեր, ինչպես վերջերս այօրինակ Facebook-յան խմբերից մեկում մի օգտատեր գրել էր այ ով կասի
կարապիլեչում ջուր կա թե ոչ, ընդ որում գրառումը ձմռան Մի դրավել։ արա Տիգրան Կամ շատ հաճախ այնպիսի բաներ են տեղադրում նույն ճամփորդությունների հետ կապված, որ ինչպես է ամրագրել, այս կայք ինչպես մտնել, ինչ այդ նման մարդիկ երբ ուզում են գնալ ինչ որտեղ եւ գալիս են ձեր գրասենյակ, ինչպես եք լեզու գտնում։ Բազմաթիվ են դեպքեր, ուղղակի ես բան հիշեցի մեկը, երկու ամուսիններ էին այցելել մեզ եւ մեր մասնագետին Մարիամին ասին դուք եք չէ վիզան տրամադրում, դե խփեք գնանք։ Okay. Հրաշք։ Երնեք չէ։ Երանի չէր Մարիամ իրեն չկորցեց, այս մի վարքյան Հիմա բերում։ կնիքը հանեց, այս դե տվեք լուրջ, ասես դե դուք չեք ասում։ Հումորով է Մարիամը։ Ջեր ողջույններ Մարիամի։ Երանի չէր այդպես բազմաթիվ դեպքեր են եղել, այնպեսի որ նույնիսկ ամենա այտենց մտքում չես պատկերացնի մեր հյուրանոցի հետ կապված դեպք ասեմ, երբ որ նորապսակներ եկան եւ նրանք կոշիկները հանեցին նոր մտան սենյակ։ Ինչու տաճար էին մտնում հնդկական։ Չէ, երևի իրանք չէին եղել երբևէ, այդ պատճառով ձեր գրասենյակի մասին է խոսքը։ Չէ, հյուրանոց։ Հյուրանոցի մասին է խոսքը։ Այնտեղի հյուրանոց կոշիկները հանել, նոր են մտել։ Հա, Դե որ չցեխոտ են, ձեր մասին են մտածել, դուք էլ մի արդեն անտառի մեջ։ Այո։ Դու մտածել են մակրությունը բահեն։ Հա, կուլտուրական։ Ավելին ասեմ, ուրեմն Նախաճաշի հետ կապված, ուրեմն դե մեզ մոտ ներառված է նախաճաշը, բայց իրենք զգուշացված է եղել, իրենք ամբողջ օրը որպես այդպեսին չեն սնվել, հա, վերջում մոտեցել են եւ ասել, իսկ մեր նախաճաշը, իսկ մենք կարող ենք սնվել, դե բնականաբար շատ սիրալի կերպով ասել են այո, ասել են բա ինչի չէիք մեզ տեղեկացնում դրա մասին, դե ասում են տեղեկացված է եղել, նախաճաշը դրված է եղել եւ հնչել է պատասխան, մեզ թվաց դա ուրիշ հյուրերի համար է։ Այստեղ no comment, no comment։ Ասելիք չկա այս բարագայանը։ Ինձ թվաց պետք է ասել, իսկ երեկոյան կարող ենք նախաճաշ օգտագործել։ Կամ գումարը նախաճաշին Ես վերադարձրեք։ Լավ է որ կա հումորը եւ փրկում է նման իրավիճակները։ Սա շատ կարեւոր է։ Ցանկացած բարագայում հումորը կարեւոր է, նույնիսկ ծախսերի դեպքում հումորով պետք է մոտենաս, հատկապես եթե կորցրել ես կամ անիմաստ որևէ իր ես գնել։ Ինչպես հումորով վերաբերում ենք հայերին Միլանի շոփինգի փողոցում, երբ կարծես թե քեզ թվում է դու գտնում ես գումի շուկայում։ Եվ դրվագներ, որ միշտ տեղի ունենում, եւ երբ հյուրանոցները նորապսակներին տրամադրում են թվին մահճակալներ։ Դա գրեթե տարվա մեջ մոտ 20-30% դեպքերում այդ դեպքերը միշտ ունենք։ Եվ ստիպված են լինում նրանք մահճակալներ ձեռքով միացնել իրար։ Այո, դե բնականաբար նորապսակներ, ամոթխած։ Ոչ միայն նորապսակներ, այդպիսի դեպք է եղել Եգիպտոսում, երբ հայտնվել ենք սենյակում եւ տեսել ենք թվին մահճակալներ, ես զանգարել եմ եւ ասել եմ, որ սենյակը պիտի փոխվի։ Ասել են ինչու, ասել են որովհետեւ զույգի համար նախատեսված չեն այս մահճակալը, ասում եմ կծրեք իրար, ես չեմ պատրաստվում։ Եվ հակառակ իրականությունը, որ ասում եմ ես չեմ կարող մահճակալ փոխեմ, ասել դեպքում սենյակը փոխեք, եւ ես հասել եմ նրան, որ մեր սենյակը փոխել են եւ ամուսնական զույգի համար մահճակալ է դրված։ Դոշեկուր պահանջեք, որ մահճակալը տակ մաքրեք։ Եվ հակառակ իրականության մեջ, որը տեղի ունեցել ինձ հետ, ընդամենը 2 ամիս առաջ, երբ որ մենք մեր բիզնես ակումբով գտնվում ենք Ծաղկաձորում, 2 տղային տվել էին ընդհանուր double համար։ Սա կոչվում է համերաշխություն, բիզնես համերաշխություն։ Մեր խինդ մեր ուրախություն, այս պարագայում։ Այո, շատ երկար կարող ենք զրուցել այս մասին, բայց այդուհանդերձ մենք եկանք ընդհանուր հայտարարի, որ պետք է խելամիտ եւ արդարացված ծախսեր անել, որpիսի հետագայում որևէ բարձրությունների ձերծ մնանք տարատեսակ։ Շնորհակալ ենք, որ եկաք այս առավոտը, այս անձրևային առավոտը ջերմացրեցիք, այո։ Հիշեցնենք մեր զրուցակիցներ Գևորգյան կոնցերնի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը, մնացեք մեզ հետ։ Դեռ կհաղորդակցվենք, այո, դեռ ունեք հնարավորություն զանգարելու մեզ, միացեք մեզ։ Down inside you
Սուրճ ու սեր առավոտից։ Միայն սուրճ ու սեր առավոտից եւ իհարկե լավ տրամադրություն, նոր քիչ առաջ մուտք գործեցի համացանց եւ այնպիսի բաներ տեսա, միանգամից դուրս եկա ժողովուրդ։ Միանգամից չասես։ Ավելի լավ է լսեք մեզ։ Հա, մեզ լսեք, բայց ամեն ինչի մեջ գտեք լավը, պոզիտիվը։ Նույնիսկ այս լուրերը, որ հիմա կհայտնի, այն որ օրինակ Չէ, սա առավոտյան լուրջ չի, ընդամենը տեսա։ Գազ անջատում 1, հոսանքի անջատում 2, ջրի անջատում 3։ չորրորդն էլ կա շրջակի փորձարկում։ Էլիսքանից հետո եւ առավոտյան էլ 9 բալ էր, այսպես ասած, խցանումների թիվը։ Պլանային անջատումներ են բոլորը պլանային անջատումներ են։ Բայց մենք չենք ուզում ձեզ հիմա ծանրաբեռնել, այո, հասցեներով, այնպես որ եթե որոշ տեղեր հա։ Մի քիչ ջուր հավաքեք, մի քիչ կազ կուտակեք ու տենց մի քիչ էլ հոսանք։ Արդյունացնողը որն է ջուրը հավաքում ես նախապես զգուշացնում են եւ ոչ չեն կտրում, ստացվում է անիմաստ։ Surprise։ Անիմաստ։ Մի խոսքով ձեզ լավ լուրերով շրջապատեք եւ ձևավորեք ձեր news feed-ը։ Այո, դու հասար քո նպատակին եւ իհարկե շարունակում ենք հարգելի ռադիոլսողներ, շարունակելով նաեւ անպայման ուզում եմ մեր թեմային անդրադառնալ, չէի կարող աբոյին չհարցնել, հստակ իմանալով, որ աբոն ոչ մի գործարքներ եւ վաճառքներ չի իրականացնում, գնումներ էլ չի անում, բայց այդուհանդերձ ես նրան հարցրեցի, թե ըստ իրեն ինչի վրա է ափսոսում գումար ծախսել, ասում է դե ես ինքնուրույն գնումներ չեմ կատարում, բայց եթե պատկերացնենք, որ ունենայի նման հնարավորություն, երևի թե ամենաշատը ափսոսը անպետք բաների վրա ծախսելու համար, օրինակ ինչ որ տրենդային, բայց անօգուտ գadgetներ կամ որակյալ այլընտրանք ունեցող չափազանց թանկ արժեքներ, ասում է իսկ դու եղել է որ ինչ որ բան գնել ես, հետո զղջացել ես, շատ են եղել եւ իրեն հետո հարցրեցի թե ամենաանպետք իրերը որոնք են ըստ իրեն, որ պետք չի գնումներ անել, ասաց օրինակ ոսկեզոծ հեռախոսի պատյան, դե մարդկա սիրում է այդպես, էլեկտրական պահածոների բացիչ, այդ չգիտեմ որն էր, էլեկտրական բացիչ, բայց պահածոների համար դա օգտակար բան կարող է լինել։ Համեղ ձայն արձակող աղու պղպեղի աղցաններ, այդ չեմ պատկերացնում, այդ որն է այդ համեղ ձայն արձակ, զվարճալի են, բայց իրականում դրանց գործառույթը նույնն է, ինչ սովորական աղցանինը, աղացինը, հա հասկանում ենք, բայց չգիտեմ դա եւ ասում է հսկայական փափուկ օրինակ հսկայական չափի փափուկ արջուկ այդ խաղալիքները որ կան ասում է գուցե հաճելի նվեր է բայց մեծամասամբ պարզապես տեղ է զբաղեցնում ու փոշի կուտակում իսկապես ես վերջերս տեսա 3 ճառաչորում երիտասարդի ով իրենից մեծ հսկա չափերի արջուկ էր ինչ որ տեղ տան ես մտածեցի միթե դեռ կան մարդիկ ովքեր այսպիսի նվեր են ես քեզ ավելին ասեմ նույնիսկ տեղ ու դաթար չկա եւ գնում են ոչ թե ծաղկեփունջ այլ կենթանակերպի որևէ կերպարով ծաղիկների այսպես ու շատ բավականին մեծ այսինքն ծաղկի խանութի աշխատակիցները 3-4 հոգով բերում են ներս այ խնդիրը այդտեղ չի խնդիրներն է երբ որ այդ ծաղիկները թորովում են տանտերը ինչպես պիտի դրանք հանի դուրս մի խոսքով այո այսպիսի բաներ կան որ մեծ գումարներ արժեն եւ դրանք ուղակի ժամանակավրեպ են այսինքն որոշ ժամանակ անց դրանք այլևս պետք չեն գալու ու ծախսել դրա վրա այդքան մեծ գումար իհարկե մարդկա ասում է դա ինձ հաճույք է պատճառում հիմա ինչ ասեմ չգիտեմ Թերևս այսքան խելամիտ ձեր ծախսերի մեջ ծախսեք սա է շատ կարևոր եւ իհարկե լսեք մեզ օրը սկսեք մեզ հետ եւս մեկ անգամ ձեզ ասում ենք բարի լույս հաջողորդ ենք մաղթում բոլորիդ լավ տրամադրություն դատարեց այդ արև է կարծես ինչ մենք աշխատում ենք լավ եղանակ է բացվեց եղանակը այսօրվա համար այսքանը ձեզ հետ է Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը կհանդիպենք վաղը նույն ժամին 9:30-ին Come over and start up a conversation with just me and trust me, I'll give it a chance. Now take my hand, stop it, and the man on the jukebox, and then we start to dance. And now I'm singing like, girl, you know I want your love. Your love was handmade for somebody like me. Come on now, follow my lead. I may be crazy, don't mind me. Say, boy, let's not talk too much. Grab on my waist and put that body on me. Come on now, follow my lead. Come on now, follow my lead. Come on now, follow my lead. Come on now, follow my lead.
and pull like a magnet. Although my heart is falling too, I'm in love with your body. Last night you were in my room, and now my bed sheets smell like you. Every day discovering something brand new. I'm in love with your body. I'm in love with your body. Girl, you know I want your love. Your love was handmade for somebody like me. Come on now, follow my lead. I may be crazy, don't mind me. Say, boy, let's not talk too much. Grab on my waist and put that body on me. Come on now, follow my lead. Come on now, follow my lead. I'm in love with the shape of you. We push and pull like a magnet. Although my heart is falling too, I'm in love with your body. Last night you were in my room, and now my bed sheets smell like you. Every day discovering something brand new. I'm in love with your body. I'm in love with the shape of you. We push and pull like a magnet. Although my heart is falling too, I'm in love with your body. Last night you were in my room, and now my bed sheets smell like you. Every day discovering something brand new. I'm in love with your body.